Սարհատ Քրիստիանը, Մարուկ Երուսանյանը, մեղադրյալներ Արմեն Մաթևոսյանը, Գևորգ Ղուկասյանը, Սաշա Զաքարյանը, Սպարտակ Ղուկասյանը, Վարդան Ղուկասյանը։ Պատանն արձանագրում է, որ դատական նիստին չի ներկայացել պաշտպաններից պարոն Հայրապետյանը, հեռախոսազանգի միջոցով դատարանի աշխատակազմին տեղեկացրել է, որ առողջական խնդիրներով պայմանավորված վիճակի չի ներկայանում դատական նիստին, բայց քանի որ Վարդան Ղուկասյանի պաշտպաններից Խոստանջյանը դատական նիստերի դահլիճում է, ուստի այդ մասով խոչընդոտում է դատական նիստը շարունակելու։ Այսօր դատական նիստի վերաբերյալ ոստիկանության միջոցով ծանոթվել էին վկաներ Կարեն Եղիազարյանը, Արմեն Մինասյանը, Արտյոմ Բազմանյանը, Նունես Ահրաջյանը և Սուսաննա Ներսիսյանը։ Կարեն Եղիազարյանը, Արմեն Մինասյանը և Արտյոմ Բազմանյանը պատշաճ կանոնով սակայն չեն ներկայացել դատական նիստին, իսկ Նունես Ահրաջյանի և Սուսաննա Ներսիսյանի պատշաճ կանոնով վերաբերյալ այս պահին հավաստում դատարանում չի ստացվել։ Միևնույն ժամանակ 2025 թվականի դեկտեմբերի 12-ին դատարան է ստացվել սույն քրեական գործով ՀԿ Այդա Սաֆարյանի միջնորդությունը, ըստ որի խնդրում ինձ ներգրավեք 19-12-2025 թվականի դարանակի ՈՒՏՏ-0299-0123 դատական գործի Կարեն Եղիազարյանի անունով օտարված Շահումյան 183 կորպորակ 3-ացերի քննությանը, քանի որ 09-02-2022 թվականին ինձ վրա է հարցրել քրեական բաժին, և ես կարող եմ դատարանին ներկայացնել բազմաթիվ ֆակտական ապացույցներ, որոնք հնչողություն են գործի բացահայտման համար, քանի որ ապօրինաբար բռնազավթվել է մեր սեփական տան և խանութի մուտքի երկրի ճանապարհորդական մուտքի ներկայացվել է նաև որոշման պատճառով։ Կողմերն ինչ կարծիք են նման պայմաններում դատական նիստը շարունակելու հնարավորությունների Անկարգություն պատվաժան դատարան կարծում եմ, որ անհնարինություն է հաստատում փաստացի դատական նիստը շարունակելու համար, որովհետև դատախոսված ոկաները պատված չեն ներկայացել, մի դեպքում ծանոթացել չեն ներկայացել, մի դեպքում բաժեր ծանոթման վերաբերյալ չի լսվի այն մասով, որ ամրինք բաժեր ծանոթել են և չեն ներկայացել այդ մասով, իսկ մի շողքային դատարանի որպեսզի հարգալաբար ներկայացնելու մասին որոշում կայացվի, իսկ մյուս անձանց մասով ոստիկանության միջոցով և կրկին անգամ Այդա Սաֆարյանի մասով ես նպատակարարման չեմ ուտում այսօր հարցականում, որովհետև սկզբնական փուլում նպատակարարման եմ ուտում, որպեսզի հստակականության հարցակումեն այդ գույքերի սկզբնական ձեռքբերումները, որից հետո որ կհարցակումի Այդա Սաֆարյանը։ Պաշտպանական կողմի դիրքորոշումը։ Շատ լավ։ Այս դեպքում հաշվի առնելով ըստեյության, որ Այդա Սաֆարյանի հարցակնությունը դատարանը չէր ծանոթել վերջինիս այսօրվա դատական նիստի վերաբերյալ, հետևաբար այդ կողմերը չեն պատրաստել ձեր հարցակնությանը, մենք ձեր հարցակնությունը կհետաձգենք կամ դատարանանք մեկ այլ օր։ Եվ քանի որ պարբերաբար ներկայանում եք դատարան և նշանակված դատական նիստի օրերին և այլ օրերին, ես բացաբանում եմ, որ քանի որ դուք վկայեք, դուք անպայման կհրավիրվեք դատական նիստին և կհարցակնվեք, դուք անտեղ մի եկեք, մենք ձեզ ծանոթաբար կտեղեկացնենք։ Պատվարժան դատավոր։ Չէ։ Կարելի է մի երկու Չէ, երբ որ Կարեն Եղիազարյանը Չէ, իրոք Տիկին Սաֆարյան, ինձ հետ խվեմ մի ուզեք։ Այդ ամբողջը դուք նաև գրավոր պարբերաբար դատարանին ուղարկում եք։ Երբ որ կգա ձեր հարցակնության ժամանակը, դուք շատ մանրամասն այն բոլոր հանգամանքները, որոնք հարկ եք